Ֆին նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցել հետևյալ ձևակերպմամբ իր պատգամը. 28 տարի առաջ մենք հզոր ենք, իսկ Ադրբեջանը թույլ։ Մենք տիրացանք Ղարաբաղին, ադրբեջանցիներին նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք։ 28 տարի ձեզ ստորացրինք ու այսօր ննկանք։ Դուք մեր սխալը չկրկնեք։ Հարցազրույցում Զարիֆը շարունակում է, թե Հայաստանի նախագահի պատգամը Բաքվում փոխանցել է նախագահ Իլհամ Ալիևին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես։ Իլհամ Ալիևն էլ իբրև տրամաբանական է համարել այդ խոսքերն ու ասել, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է։ Նախկին նախագահի գրասենյակը երկար սպասեցնել չտվեց։ Մամուլում շրջանառվող Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը։ Իրանագետ Գրիգոր Առաքելյանը անդրադարձել է նաև այն փաստին, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը թողնելուց հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը դեռ 2024 թվականին հրատարակել էր հանդուրժանքի ծանծաղուտը խորագրող իր հուշապատումը, որտեղ անդրադարձ կա նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան այցելած Իրանի հատուկ բանագնաց տվյալ ժամանակահատվածում Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աբբաս Արաղչիի հանդիպումներին։ Հուշագրության հեղինակը նախ խոսում է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին եւ անդրադառնալով հրադադար հաստատելու վերաբերյալ իրանական կողմի նախաձեռնությանը գրում. Իրանի հատուկ բանագնաց Աբբաս Արաղչիի կողմից պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի ներկայացրած առաջին առաջարկի հիմնական խոչընդոտող կողմը հենց Հայաստանն էր։ Հայկական կողմի ռազմավարական սայթակումն այն էր, որ դեռևս այն պահին, երբ Հայաստանը պատերազմում պարտություն կրած կողմ չէր համարվում, մերժեց պատվաբեր հրադադարի առաջարկը։ Արաղչիի հետ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարվելակերպն ամեն ինչի մասին վկայում էր։ Նա կոպտորեն Արաղչիին ասել էր. «Դուք մտադիր եք Հայաստանին ստիպել ընդունելու պարտությունը»։ Անշուշտ Արաղչիին հաջողվել էր դիվանագիտորեն խաղաղեցնել Փաշինյանին, որ այդպես չմտածի։ Մեզ համար պատերազմի ընթացքը տեսանելի էր եւ մեր ձգտումը հավասարության, այլ ոչ թե հաղթանակի կամ պարտության վրա կառուցվող խաղաղությունն էր։ Թե ինչ այլ առաջարկներ էր ստացել Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետո իր հարավային հարևանից ենթադրություններ չեն կանի, քանի որ հենց իրենք իրանցիներն էլ սկսել են խոսել եւ կշարունակեն պատմել ու նոր առիթներ գտնել։